Հայկական խմորեղենը հարուստ է դարավոր ավանդույթներով, իսկ դրանցից շատերը ոչ միայն համեղ աղանդեր են, այլև ունեն խորը ծիսական և մշակութային նշանակություն։ Ահա մի քանի հետաքրքիր փաստ հայկական ավանդական քաղցրավենիքների մասին։ Ամենահայտնի խմորեղենը գաթան է։ Գաթան ոչ միայն հայկական խոհանոցի այցեքարտն է, այլև ունի ծիսական իմաստ։ Հնում այն համարվել է բարեկեցության, ընտանեկան ջերմության և հաջողության խորհրդանիշ։ Գաթայի միջուկը խորիզը, ալյուրի, կարագի և շաքարավազի խառնուրդը տալիս է նրան հատուկ փխրունություն և համ։ Ավանդական որոշ գյուղերում գաթայի մեջ մետաղադրամ են թաքցնում, և ում բաժին է հասնում այն, համարվում է, որ այդ տարի մեծ հաջողություն է ունենալու։ Կատնահունցը ավանդական ծիսական կատնահունցը կաթով հունցված խմորեղեն է, հաճախ թխվել է հատկապես զատկական տոներին։ Այն միաժամանակ և հաց է, և անուշեղեն, որն ուղեկցվում է հոգևոր խորը խորհրդով։ Փախլավայի հազարավոր շերտերը հայկական փախլավան առանձնանում է շերտերի առատությամբ։ Ավանդաբար այն պատրաստվում է բարակ թղթի պես բարակ շերտավոր խմորից, որոնց միջև առատորեն լցվում է մանրացված ընկույզ կամ պիստակ և համեմվում մեղրով։ Այն հիմնականում մատուցվում է տոների ժամանակ, ինչը խորհրդանշում է ուրախություն և տոնախմբություն։ Ալանի հայկական չորացրած քաղցրավենիք։ Սա յուրահատուկ և առողջարար աղանդեր է, որը հայտնի է դեռ հնագույն ժամանակներից։ Ալանին պատրաստվում է չորացրած դեղձից կամ թզից, որի միջոկը լցոնվում է աղացած ընկույզով, դարչինով և շաքարավազով։ Այն շատ սննդարար է և փոխարինում է ժամանակակից գործարանային շատ քաղցրավենիքների։ Հայկական խմորեղեններում բացի ավանդական կարագից և շաքարից հաճախ օգտագործվում են այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են մածունը, օրինակ մութ գիշեր տորթի բաղադրատոմսում, տեղական անտառային մեղրը և համեմունքներ, դարչին, մեխակ, որոնք հայկական անուշեղենին հաղորդում են անկրկնելի բույր։ Միկադո Միկադոն հայկական խոհարարության ամենասիրված և խորհրդանշական տորթերից է, որը սովորաբար ունենում է բարակ, կակաոյով շերտեր և յուղային եփովի կրեմ։ Ի տարբերություն ավանդական տորթերի, միկադոյի կրեմը պատրաստվում է բացառապես կարագով և եփված խտացրած կաթով, ինչը աղանդերին տալիս է յուրահատուկ հարուստ համ և դարձնում այն բերանում հալվող։ Տորթի իսկական վարպետությունը պահանջում է թխել առնվազն 10-ից 15 շատ բարակ շերտեր, քանի որ խմորը պնդանում է սառչելիս։ Տնային տնտեսուհիները յուրաքանչյուր շերտը կրկնակում և թխում է շատ արագ՝ մի քանի րոպեի ընթացքում։ Ի տարբերություն այլ տորթերի, որոնք մատուցվում են թարմ վիճակում, միկադոն պետք է թողներ սենյակային ջերմաստիճանում մի քանի ժամ, այնուհետև պահել սառնարանում առնվազն 1-ից 2 օր։ Այդ ընթացքում կրեմը ներծծվում է շերտերի մեջ և տորթը դառնում է անչափ փափուկ ու միատարր։ Իսկ հայկական սիգարետ խմորեղենը ավանդական շատ սիրված թխվածք է, որն իր անվանումը ստացել է արտաքին տեսքից՝ երկարավուն և բարակ ձևից։ Այն ունի պատրաստման և մատուցման մի շարք հետաքրքիր առանձնահատկություններ։ Գոյություն ունեն այս խմորեղենի թե՛ քաղցր և թե՛ աղի տեսակներ։ Քաղցրը պատրաստում են մածունով, թթվասերով կամ շերտավոր խմորով ընկույզի միջուկով, իսկ աղին՝ հալվող պանրով ու կանաչեղենով։ Խմորը հունցվում է սիրով և պետք է հանգստանա, որպեսզի վերջնական տեսքը ստացվի փափուկ ու փխրուն, այնուհետև այն բացվում է, կտրատվում եռանկյունիների և փաթաթվում սիգարետի տեսքով։